Ռեյ։ Իչ։ Դե, գործերդ ինչպես են։ Դա հետո, դու ինձ ասա Եվայի պարապմունքները ոնց են ընթանում, առաջընթաց կա։ Գիտես ինչ, ես ինքս եմ զարմացած, շատ հետաքրքիր երեխա է, ամեն ինչ շատ շուտ է ընկալու։ Հովո, ես համոզված եմ, որ նա ինքնուրույն ոտքի կկանգնի։ Դե իհարկե, լիարժեք ոտքի կանգնելու համար այդ վիրահատությունն ուղղակի անհրաժեշտ է, ժամանակն է քիչ։ Մենք էլ մի քիչ ուշ սկսեցինք, դե լավ, ինչ եմ դրա մասին ասում, դու ասա, ինչ որոշեցիր։ Դե, այդ Ռոբին ես չգտա, ու խոսք եմ տվել, որ ինքս պետք է գնամ հանձնվեմ, աշկիս այդ Ռոբի հարցերը մեկ ուրիշն է ինձանից շուտ լուծել, ու հիմա ես չեմ կարող ապացուցեմ, որ ես չեմ մեղավոր։ Դու քո մեղքի բաժնից շատ պետք է պատասխանես։ Չէ, հասկանում ես, ես չունեմ ապացույց, որ ես ինքս չեմ այդ կազմակերպիչը։ Իսկ այն ժամանակ Ռոբին ես կգտնեի ու կստիպեի, որ խոստովաներ։ Իսկ հիմա չասեմ հո, վարվիր այնպես, ինչպես հարկ ես համարում։ Լինելու է այն, ինչ պետք է լինի։ Կանեմ այն, ինչ ոչ եմ, վաղը։ Իսկ այսօր կարող եմ պարապել երեխեք հետ։ Դե իհարկե, դու շատ վաղուց ես վաստակել այդ իրավունքը։ Գնա փոխվիր։ Փոխվեմ դեմ։ Տատե։ Այսօր ձեզ հետ կպարապին Հովհաննեսը, իմ լավագույն աշակերտներից մեկը։ Լավագույն աշակերտները կարողանում են ամենակարևոր դասը քաղել։ Դուք կարող եք մարզվել, լավ կեցվածք ունենալ, լինել առաջինը բոլոր մրցումներում, բայց եթե չքավեք այդ դասը, դուք կմնաք ընդամենը որպես մարզված մարմին։ Հիշեք, մեր նպատակն է հոգու մարմնի բանականության միասնությունը։ Եվ Հովհաննեսը այդ ամենը շատ լավ է ըմբռնել։ Սուրիդեչի։ Միմյանց ռեյ։ Արտական դիրքերում։ Աշխատենք այսօր մի հնարք, որով մարզիկները հեշտ հասնում են հաղթանակների մենամարտերի ընթացքում։ Ուշադիր հետևեք։ Նորից։ Պարզը։ Իսկ հաշվինք կատարեք ձախ կողմի մարզիկները մի հաշվին աչ։